vlády Slovenskej republiky. Asi máme nejaký problém s prekladom. Chvíľku počkáme. Ցերգո պարոն վարչապետ, որպես Սլովակիայի Հանրապետության վարչապետ, որպես Սլովակիայի Հանրապետության վարչապետ, ես հետամուտ եմ եղել Սլովակիայի ինքնիշխան արտաքին քաղաքականության հայեցակարգին, որը կողմնորոշված է բոլոր 4 գլխավոր ուղղություններով։ Ես հաստատում եմ այն փաստը, որ Եվրոպական միությունը եւ ՆԱՏՕ-ն մեր կենսատարածքն են, բայց մեզ համար շատ կարևոր է փոխշահական երկկողմ հարաբերություններ զարգացնել։ Ես շատ ուրախ եի Ցերգո պարոն վարչապետ ձեզնից անմիջականորեն լսելու ձեր երկրի եւ Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների կարգավիճակի վերաբերյալ ձեր գնահատականը։ Այդ տեղեկությունը շատ արժեքավոր է ինձ համար եւ ես ուրախ կլինեմ այդ տեղեկությունը փոխանցել Եվրամիությունում իմ գործընկերներին։ Եթե թույլ կտաք ասել, երբ մենք պատրաստում էինք այս այցը, ես փորձում էի գտնել որոշ կետեր, որոնցով մենք կարող ենք ապագայում բարեհաջող համագործակցել եւ ես շատ ուրախ եմ, որ գործարարները, ընկերությունները, որոնք եկան Սլովակիայից, նրանց թվում կան մարդիկ եւ ընկերություններ, որոնք գործում են այնպիսի ոլորտներում, որոնցում մենք կարող ենք երկուստեք փոխշահական համագործակցության հասնել շատ շուտով։ Հարգելի պարոն վարչապետ, դուք նշեցիք միջուկային էներգետիկան։ Մենք նույն ռեակտորները ունենք Հայաստանը եւ Սլովակիան։ Ես ձեզ տեղեկացրեցի, հայտ ներկայացրեցի, թե որն է մեր տեսլականը, ինչ ենք ուզում անել մենք Սլովակիայում մեր ատոմակայանի հետ կապված մենք խոսում ենք միջուկային վառելիքի, օգտագործված միջուկային վառելիքի մասին։ Մենք ունենք մասնագիտացած ընկերություններ եւ դուք եւ մենք ունենք մասնագիտացած ընկերություններ, եկեք նրանց միավորված ջանքերի միջոցով հրաշալի համագործակցություն ունենալ։ Համագործակցության առաջին ուղղությունը, որի վերաբերյալ մենք պայմանավորվեցինք եւ այնտեղ կուզենք ներառել մասնագետներին, մարդկանց մեր ընդհանուր տարածքն է կամ միջուկային էներգետիկայի ոլորտում մեր ապագա համագործակցությունը։ Համագործակցության մյուս ոլորտը մենք շատ բաց քննարկեցինք պաշտպանության արդյունաբերությունը, պաշտպանական արդյունաբերությունը։ Ես ասացի եւ դուք կտակ կգնամ իմ ասածը։ Եթե մենք չարտադրենք զենք, մեկ ուրիշը դա կանի եւ մենք ստիպված կլինենք գնել։ Եթե մենք պետք է շատ գումար ծախսենք մեր պաշտպանության վրա, ապա անենք այն ինչ մենք կարող ենք անել որպես փոքր երկրներ, գտնենք ապրանքներ, որոնք մեր կարիքները կբավարարեն եւ միևնույն ժամանակ այս համագործակցությունը մեզ չի ստիպի գնել ուրիշ խոշոր գործընկերներից հյուսիսատլանտյան դաշինքից։ Ես պարոն վարչապետին տեղեկացրեցի երկակի օգտագործման նախագծերի մասին։ Մեր ռազմական բյուջեում ունեցած ֆինանսավորման հաշվին մենք նախագծում ենք ծրագրեր, օրինակ հիվանդանոցներ կամ ճանապարհների վերակառուցում, կամուրջների վերակառուցում։ Ես հավատացած եմ, որ բանակին անհրաժեշտ է ենթակառուցվածք, ոչ միայն զենք։ Ինչպես մենք անցյալում ենք տեսել, հաջորդ ոլորտը ընդհանուր փորձի փոխանակումն է։ Ինչպես դուք նշեցիք, պարոն վարչապետ, եթե հետաքրքրված եք, մենք ուրախ կլինենք ձեզ ներկայացնել մեր փորձը Եվրամիության հետ կապված, որտեղ թույլ ենք տվել սխալներ կամ որտեղ հաջողության ենք հասել, բայց հատկապես հարգելի պարոն վարչապետ, ուրախ եմ, որ մենք կկարողանանք ձեզ ներկայացնել լավագույն փորձը, լավագույն պրակտիկան։ Սլովակիայում մենք գտել ենք որոշ լուծումներ, օրինակ պետական գնումների ոլորտում կամ ռազմավարական ներդրումների մասին օրենքի տեքստում։ Ես համոզված եմ դուք էլ կունենաք հետաքրքիր բաներ, որոնցից մենք կարող ենք դասեր առնել։ Երկուստեք կարող ենք միմյանցից սովորել։ Ես շատ ուրախ եմ, որ մենք ամենաուրախությունն ենք ձեռք բերել փոխօգնության, փոխադարձաբար օգնելու իրար ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամի տեխնացությունների հարցում եւ աջակցել տարբեր առաքելություններին եւ Հայաստանը եւ Սլովակիան կարեւոր դերակատարում ունեն։ Ես ուստի համարում եմ, որ այս այցը, քանի որ մենք հստակեցրեցինք մեր համագործակցության ուղղությունները,
Մեր գործարար պատվիրակությունների կազմերը նաև հաշվի առնելով եւ մենք կենտրոնացանք մի քանի ոլորտների վրա եւ ես համարում եմ, որ այս այցը շատ հաջողված է եւ բարձր եմ գնահատում, որ այսպիսի հնարավորություն ունեցա ելույթ ունենալու Երևանյան երկխոսության շրջանակում սա հնարավորություն է ասելու որոշ բաներ, որոնք այդքան հաճախ չես ունենում նման հնարավորություններ, ըստի շատ շնորհակալություն Հերցագով պարոն ձեր հյուրընկալ վերաբերմունքի համար անհամբերությամբ կսպասենք Սլովակիա ձեր այցելությանը շնորհակալություն